Ես այս սարի տակ ախպետ ջան 10 տարի ներդրում եմ անում, մեկը չեկավ ասի դուստերի շեն։ Հիմա եկել են ուզում են քանդել, ով է քանդողը, լսենամ ով է կարնալու քանդել։ Այսօր խաղողի բերք հավաք է, ժողովուրդը խաղող է հավաք։ Իրա օրվա հացն է այսօր գալիս ախտարը։ Իրան ժամը ու երկու շաբթին էլ նրա համար որ ով էլ աշխատանքի է գնում քաղաք, էլի չի կարող, որտեղ երկու շաբթին ծանոթ է։ Հա, շվայկած է, հա։ Սուտ խոսակ ժողովրդին դնեք բանի մեջ հասկացար ու բառադի խոսակ, արա բոլա բառադի խոսակ։ Հազիվ մի փոքր բան անգետ ձեռները տաբրիկ յոլա գնացիք, ինչ եք եք խառնաշփոթ սարքում էլի ժողովրդին մեջ։ Հələ մի հատ այդ բանը ցույց տա։ Ասեցի բարձ ինչ է եղել։ Լսի, հիմա ես քեզ ցույց տամ։ Ուզում ես լսել։ Պայքար ես ուզում տանել։ Գնա, հələ մի րոպե, ներողություն։ Գնա ցեմենտի զավոդ Արարատը պայքարի, երբ որ կհասնես ռեզեր։ Ախպեր, ես ի՞նչ գործ ունեմ ցեմենտից ընդեի հետ։ Ես արա, ես այստեղ եմ ապրում, այստեղ եմ աշխատում։ Ես այս այգեզարտում հող եմ մշակում, խի պետք է գնամ Արարատում, ախպեր ջան։ Կարմիր սար, սև սար, սպիտակ սար։ Հենց պետք է այս քիչ բնակեցված արտաշատում կանանեն այս բոլորը։ Թող գնան մի սարից վերցնեն, թողնեն մեր բույսը, մեր հողը, մեր ջուրը նորմալ օգտագործենք։ Ինչ են անում սենց ես չեմ հասկանում։ Հա, որտեղ զավոդն աշխատել չես ապրել արա։ Ես ապրում եմ իմ բնությունով։ Իսկ քո բնությունով արագենա գործից այդ տղա է։ Արա իսկ բնությունով ես ապրում արա։ 100 տարի զավոդն աշխատում այդ տղա։ Ինչ եք շփոթեցություններ արա։ Հրավիշտ կապանի խոր արա։ Այդ սարայով չեն խոսացին ինդուացը Անկախ դրանից, անկախ դրանից։ Քեզ մտած։ Հոպար հետ։ Ոչ թե միայն որ հարստանա նախաձեռնողը, ով որ ուզում է հանք բացի, այլ նաև համայնքը։ Օրդ գրուպ ընկերության հետ ունենք ուշագիր, յուրաքանչյուր մեկ խորանարդ մետր հումքի շահագործման համար բնապահպանական վճարի 10%-ը վճարվում է համայնքային բյուջե։ Գործարանի համար յուրաքանչյուր տոննա ցեմենտի արդյունաբերության համար 300 դրամ վճարվում է համայնքային բյուջե։ Առաջին տարիներին նախատեսվում են 1500, ճիշտ եմ հիշում, 1500 տոննա օրական ցեմենտի արդյունահանում։ Իսկ հետո ոնց որ ծավալները մեծանալի է եւ մինչեւ 2000-2500։ Սա ի գիտություն մեզ բոլորիս։ Եթե կան մարդիկ, որ ստեղ այս գյուղերից չեն, խոսքը նորուղի Դինևետի մասին է խոսքը։ Խնդրում եմ տեղերը ազատեք, մեր ժողովուրդը թողնի իր հարցը։ Չգրանց որ մարդ կա դա։ Խնդրում եմ բնապահպաններին տալ ճիշտ կոնկրետ հարցեր։ Որ ես ոչ մասնագետներով կողմնորոշվեմ, այս մարդու ասացի մեջ տրամաբանություն կար, թե չկար։ Այս մարդը վճարով եկել այդ հարցը տալու, թե անվճար։ Այստեղ մարդիկ կան բնապահպաններից, որ կարմիր սարը Google-ով խփե եկել են։ Այսօր գրուպի ներկայացուցիչն եմ, ուզում նախ առաջին ողջունել համայնքի բնակիչներին եւ մասնակիցներին։ Շատ ողջունել ներկայացին գտնվում եք ստեղ, կարտորում ենք լուսումներ, ներմεταδությունների մասին մեր համագործակցության ինչպես նաեւ մեծ նպատակ ունենք ու մեծ ցանկություն ունենք միասին լավ հարևանություն անել։ Մենք լավ հարևանների կողմ ենք, մենք լավ հարևան ենք, գիտենք որ Դինևետի բնակիչներն էլ նույնպես լավ հարևաններ են։ Իսկ մենք հանուն կազմակերպության ծրագրերի մասին մենք արդեն այս վեդի համայնքի հետ ունենք ուշագիր նախնական, որով իսկ ապահովում եւ հանքի եւ հետագայում կառուցվող ցեմենտի արտադրամասի համար տեղի բնակիչների 70%-ն են աշխատում են զավոդում եւ հանքում մոտավորապես ընդհանուր 400 հոգու մասն է խոսքը, ինչպես նաեւ ունենք սոցիալական ծրագրերի աջակցություն, որի մասով ունենք ներկայացված ուշագիր, սոցիալական զարգացման ազատ վճարներ ունենք կատարած մեր արտադրության ծավալից։ Ձեր սարքած ցեմենտի գործարանը ինչով է տարբերվելու Արարատի գործարանից։
իրա որակով, վատով, լավով։ Էկոլոգիայի մասին է։ Եվ դրա հետ ուզում եմ այս մեր բնության բնապահպանության աղջիկը հազման բանն է, իրա խոսալուց ինքն ձեր ասածին ավելացնի, թե ինչ դե չեմ պայքարում դրա դեմ։ Մի հատ ես ուզում հլիմանամ ձեր սարկածը ոնց է այնելու։ Տեսեք, Համատական կարգով ես գործարանի ես։ շնորհակալ եմ հարցի համար, քանի որ մենք այսօր քննարկում ենք հանքավայրի վերաբերելի մասով, բացահանքի շահագործման մասով, ձեզ կպատասխանեմ իմ ունեցած ինֆորմացիայով։ Ինքը փակ ցիկլով ցեմենտի գործարան է լինելու, ոչ թե արարած ցեմենտի պես բաց։ Ֆիլտրացիոն համակարգը ավելի գեր ժամանակակից է լինելու, նոր սերնդի ցեմենտի գործարան է եւ ինքը բացարձակ ծխային արտանետում չի ունենալու։ Սա գործարանի մասով, իսկ հանքավայրի մասով ինքը բացահանք է լինելու, բացահանքի տարածքում 4 եղանակին, քամի եղանակին ջրցամեքենաներ են աշխատելու եւ ինչպես մեր գործընկերն ասեց, լինելու է եռաշերտ բարձր ծառատուն, որը ևս պաշտպանի փոշուց եւ ինչպես արդեն ասեցինք, ջրի հետ կապված ջրի նոր աղբյուր ենք բերելու, որպեսզի ջրի խնդիր բացարձակ չունենանք եւ ջրից օգտվեն նաեւ մեր համագյուղացիները։ Իսկ այդպես փորձ գործարան կա մի ուրիշ։ Ոչ, Չէ, ես նկատի չունեմ ստե։ Չինաստանն էլ աշխարհում 4-րդ աղտոտված օդով երկիրն է։ Ես խնդրում եմ մեր բնակիչներին դուք ներկայացրեք, թե որտեղ է հրապարակված եղել ձեր ծրագիրը, քանի որ ՇՄԱԿ եւ փոխանցության մասին օրենքով եւ 1325 որոշմամբ պարտադիր պետք է ծրագիրը հրապարակված լիներ, որպեսզի լսումները օրինական լինեին եւ մենք այսօր արդեն փաստերով գայինք ձեր ծրագիրը քննարկենք։ Ինչու դա հրապարակված չի եղել եւ այսօր մարդիկ հավեր ու հարց են տալիս եւ հարցերի պատասխաններ ոչ լավ։ Շատ բարեսկան։ Դա առաջին հարցն է։ Երկրորդ հարցը, դուք ասացիք, որ բաց հանք եք անելու, ինչի փակ ծրագիր չեք, փակ հանքի ծրագիր չեք ներկայացնում, որպեսզի բնությանը ավելի քիչ վնաս պատճառեք, դա երկրորդ հարցն է։ Ինչ վերաբերում է բաց հանքին, ինչ միջոցներ եք անում, որ այդ ամբողջ փոշին, մանավանդ գիտեք, որ չորային տարածք է եւ խոնավությունը քիչ է, ամառվա ամբողջ այդ ժամանակահատվածում ամբողջ այդ փոշին չնստի բերքի վրա եւ մարդկանց առողջությանը վնաս չպատճառի։ Դա երկրորդ հարցը եւ երրորդ հարցը արդեն մեր հարգելի Հեղափոխական կառավարման մարմնի ներկայացուցիչը ասել, դա ջրի հարցն է, որը ամենակարևորն է, դուք չասեցիք, թե կոնկրետ որ աղբյուրից եք դուք վերցնելու ջուր, որտեղ դա հսկայական ծավալի ջուր է։ Եթե դուք տեխնոլոգիաների համար եք օգտագործելու արդեն հանքարդյունաբերության, որտեղից եք այդ ջուրը վերցնելու, դուք ասում եք մենք նոր աղբյուր ենք բացել, դուք այսօր ծրագրի մեջ պետք է կոնկրետ աղբյուրը, իր պաշարները, ծավալները նշած լինեին, որ մենք այսօր հասկանանք, որ դուք այդ ջուրը ունեք։ Ջուր չունեք։ Երեքն էին ձեր հարցերը, պատասխանեք շնորհակալություն հարցերի համար։ Դուք երրորդ հարցին պատասխանեցիք ձեր երկրորդ հարցին, որով ասեցիք, որ փոշին ինչով եք փորձելու անեք, երրորդով էլ ասեցիք ջուրը պետք է վերցնեք որտեղից, որ կարողանաք այդ փոշին վերացնել։ Այդ մասով այլևս չեմ պատասխանի։ Դուք ինչ կապուզը ասեք կոորդինատներով, որտեղից եք ջուրը վերցնում, ես իմ հարցին պատասխան շարունակում։ Քանի որ դեռևս ծրագիրը հիմնադրութային փաստաթուղթը պարտադիր չի, եւ այո, այս հանրային քննարկում օրենքի ուժով է հրավիրված, հիմնադրութային փաստաթուղթը պատրաստ կլինի իր կոորդինատներով, իր աղբյուրով, բոլոր բարձրացված հարցերով հիմնադրութային փաստաթուղթը պատրաստ լինելու դեպքում եւ շրջակա միջավայրի վրազդության փորձակնություն ներկայացնելու դեպքում։ Իսկ ձեր առաջի հարցին կպատասխանի մեր ներկայացուցիչ փաստաբան։ Ես դեր ասացի հետ կապված, մենք այսօր պետք է ծրագիր քննարկենք։ Եթե դուք ծրագիր չեք ներկայացնում, մենք այսօր ինչ ենք քննարկում։ Մենք ոչ գիտենք Փոշու քանակը, ոչ մի բան չգիտեն այս գյուղացիները։ Մենք ի՞նչն ենք քննարկում։ Եթե դուք հերթով կիմանա հանվել են։
Ինչ ձեր կարծիքը որպես վարչական ղեկավար չես օգացրել։ Հանգիստ է, բայց վարչական ղեկավարը ինքը համայնքային ծառայող է։ Որպես մի քիչ, որպես համայնքային ծառայող, մի քիչ դուք պատկերավոր ներկայացնում եք մեզ, թե ինչա սպասվում, բացելու դեպքում, ինչ ենք անելու, ես ենք անելու, ես ենք անելու, մի խոսքով, XXX։ Գալիս է ժամանակը հաջողությունով, եթե իհարկե որոշվի, որ պետք է բացվի, հանքը բացվում է։ Ձեր նշած պայմանները այսօրվա չանելու դեպքում մենք ինչ մեխանիզմներ ունենք, հարգելի համայնքի ներկայացուցիչներ, հարգելի Բաքոյան, հարգելի Փաշինյան, ձեզ կանգնացնելու համար ճանապարհի կեսից։ Համայնքապետարանը ունի այդ մեխանիզմը։ Մի քանի օր առաջ, թող լինի 1 ամիս առաջ։ Հələ գնացեք տեսեք ընկերության անունը ինչ է։ Տրավսիմֆոնի ընկերությունը ոնց է ելքեր ման գալիս, որ նորից շահագործի այդ իր հանքը եւ իր արտադրամասը։ Հələ գնացեք տեսեք։ Մենք հուշագիր ունենք իր այդ։ Անմիջապես դատարաններ տվեցին։ Անմիջապես համայնքապետարանը հուշագիր ունի, այսա, հուշագիր։ Ուրա, էսա հուշագիրը։ Բանի հետ, էսա, հուշագիրը։ Որ այդ քայլերը բոլորը նախատեսված է։ Եթե լինի բեդովլատ աշխատող բան չհետևի այդ հուշագիրը, թող չհետևի։ Ուրեմն կշահագործեն, բայց համայնքապետարանը այդ մեխանիզմը ունի։ Ես անձամբ ձեզ վստահում եմ, անկեղծ եթե ասենք, որ ծովել եք առաջին, ես կամ տեխնիկի բայց այստեղ միայն խնդիր կա, Սևակ շատ բան հարցեր բարձրացրեց ու հասկացանք, օրինակ, երբ որ ջրի վերաբերյալ հարցրեց ջրի աղբյուրը, հասկացանք կա ինչ-որ պայմանավորվածություն ջրի աղբյուրի վերաբերյալ, բայց չեն ունեցել, դրանք որտեղ ավարտել, Թույլ տվեք ավարտել հարցերի տականությունով այն։ Այդ հարցը ստեյության անպատասխան մնաց աղբյուրը։ Թողեցին մարդը բանը։ Թույլ տվեք մի վարք, չէ, սկզբից անպատասխան։ Մյուս հարցը դա է, որ դուք ինքն եք նշեցիք, որ 85 թվականին դուք ձեր հիմք եք նշում 85 թվականի հետազոտությունը, ճիշտ է, չէ՞, որ նշեցիք։ Իսկ հարց եղել է, թե այդ հետազոտությունից հետո ինչի չի շահագործել։ Գուցե դեռ ինչ-որ ծանր մետաղներ են եղել, հայտնաբերվել են եւ չեն շահագործվել։ Նման բանի վերաբերյալ է, թե ոչ այդ հարցին դուք չանդրադարձան։ Ըստ էության ճիշտ ասում եք դա նախնական լսում է, բայց դուք եք տեսնում, թե այդ նախնական լսումները ինչպեսի ասենք մարդկանց մոտ մտահոգություններ են առաջացնում, դուք մի քիչ ավելի պատրաստված պիտի լինեք այդ բոլոր հարցերի համար, որ չասեիք հետո երբ որ արդեն որոշենք որ անենք, նոր մնացած ամեն ինչը կդնենք իրավունքի մեջ։ Մյուս հարցը, որ Սևակը բարձրացրեց, դա վերահսկողական մեթոդները, թե ինչ վերահսկողություն իրականացրի, նորից պարոն Բաքոյան, որ դուք ասում եք մենք ունենք դրան, մենք երկուսս էլ գիտենք, որ պետական վերահսկողությունը շատ դեպքերում թերանում է։ Տարբեր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով ինքներս խաղաղագործության ոլորտին ենք առնչվել, հասկանում ենք, թե ինչ շատ ոչ դրական հետևանքներ կարող ունենա, երբ որ թողենք միայն պետության, ասենք մեր հասարակության այսօր կառույցները դեռ այդքան չեն ուժեղացած, չեն ձևավորված, որ կարողանան ունենալ լծակներ, որ ազդեն, ասենք, ինչ-որ արագ օպերատիվ ազդեն։ Մտահոգությունս հիմնականում նրանում է, որ հնարավոր է այստեղ շատ գեղեցիկ ներկայացվի, սակայն չի ներկայացնում լավ, ինչ վնաս եք դուք պատճառել, թե հեչ ընդհանրապես վնաս չեք պատճառել։ Այդ վնասի չափը դուք հաշվել եք ինչքանի է ձեր վնասի շարավիղը, քանի գյուղ է ներգրավվելու մեջը, դրա հաշվարկը մի հատ մեզ ներկայացրեք, մենք հասկանանք, օրինակ դուք ներկայացնում եք այսքան միլիոն ներդրում, այս ներդրումների հետևանքով գյուղատնտեսությունը ինչքան մինուս կունենա, գուցե ավելի լավ էր դրա փոխարեն այդ լոգիստիկ կենտրոն ենք կառուցենք եւ ավելի զարգացնենք գյուղատնտեսությունը եւ չունենանք այնպես մի իրավիճակ, որ հեռահար ժամանակ մենք անգամ դեմոգրաֆիական խնդրի առաջ կանգնենք։ Գուցե նման խնդիր լինի։ Այդ հարցերի պատասխանը դուք արդեն պիտի ունենաք։ Նախ մոտ սպնահայցել այս հանքավայրը ավելի մեծ տարածքով, ու ստեյության փորձակցության արդյունքում օգտագործության խնդրին ազդակի բնակավայր ճանաչվել է Գինևետ բնակավայրը որպես ազդակի ձեր շրջանակը։ Ներկայում նոր պետք է ներկայացվի հիմնադրութային փաստաթուղթ, նոր պետք է ապահովի ազդակի համայնքները որոնք են, բայց ավելի փոքր հատված ենք վերցրել, քան նախկինում։ Իսկ օգտագործության վերաբերյալ եւ մնացած այլ հարցերի վերաբերյալ հիմնադրութային փաստաթուղթը պատրաստ լինելու պես, որ երկրորդ հանրային քննարկումը պետք է տեղադրվի,
Արդեն իսկ նախորդ կտեղադրվի նախագիծը, որի մասին կարող եք ձեր առաջարկությունների դիտողությունները ներկայացնել։ Սիմոն, ամենան հարգանքով բնակիչներին կամ Ես էլ խաղաղագործներին ներկայացնում գիտեք։ Մի հատ ուղղակի բան հասնեմ, էլի։ Չէ, լավ բան չի։ Այսօր մենք ուզում ենք արտահանման մեծ ծրագիր ունենք արդեն սեղանի սորտերի հետ կապված եւ նաեւ բանջարեղենը, երբ որ մենք ընդունող կազմակերպություններին բավականին փոքր արտաքին անգամ դիվերսիֆիկացիոն կազմակերպությունների փորձում ենք դիմենք, որպեսզի հիմնական շատ կարևոր կետ եմ նշում շրջակա միջավայրում ինչ հանքեր կան, ինչ գործարաններ կան, մյուսներ կան։ Այդ խտացվածությունը անկախ ամեն ինչ, անգամ եթե իդեալական լինի, չեմ փորձում ինչ-որ հակասեմ, անգամ եթե արդեն բացասական ազդեցություն իրան ունենալու է, հենց մենակ այդ պայմանագրերի կնքման ընթացքում։ Ուրեմն այդ պայմանագրի համար գործան չբացենք։ Չէ, այսինքն եթե մենք պայմանագրի վեգետատիվ շրջանում բույսերի մասին հետազոտություն արվել է, կամ այդտեղ բույսերի անհատական չի հայտնաբերել։ Այս անգամ հայտնաբերել, որտեղ օգոստոսին ձեր մասնագետը ոչ վեգետատիվ շրջանում ուսումնասիրություն արել, հա, ես էլ գնա չոր ոչի բան չեմ գտնում։ Բայց ես օգոստոսի 6-ին այդ էնդեմիկ բույսերը գտել եմ, որոնք ամբողջ աշխարհում մենը տեղ աճում։ Եվ եթե COP17 եկող տարի է լինել, մենք այդ ամենը գլուխ պետք է գտնենք։ Ես բնապահպանության ծրագիրը Բեդու համայնքապետի տեսել եմ, այնտեղ բնապահպանության սիրուն բաներ ա դրան։ Այսինքն նկատում եք ամիր գրքում գրասված, որ տեսակ ենք գտել։ Կա ամբողջատերը։ Լավ չես բարձրացել, այս տարի բարձրացել եք։ Բույս ես տեսել։ Նորից ասել։ Բույսի անունը չես տեսել։ Գազ ամբողջատերը գիտեք։ Վենի համայնքի անունը օրինակ այդ բույսով է գրել։ Գազ վետիկոս օրինակ։ Ինքը փոքր բույս է, բայց Անդերկովկասում էնդեմիկ է։ Ի պատասխան մեր հարցմանը Արտիմազի համայնքում Կարմիսարի գրայի մերգելների հանքավայրի նշված կետերի կոորդինատներով պարփակված տարածքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Կարմիր դեպքում գրանցված ուսումնատեսակների հայտնաբերման վերաբերյալ հայտնում են, որ ձեր կողմից նշված կոորդինատներով պարփակված տարածքում վաղ գանդանը մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Կարմիր դեպքում գրանցված ուսումնատեսակներ չեն հայտնաբերվել։ Ներողություն, պատասխանեցի, ես կխնդրեմ ոստիկանությունը քեզ դուրս անեն արդեն։ Դու կարաս գնաս քո Դանիայում այդ ամեն ինչ անես։ Մենք ստեղ ապրում ենք, կարաս հենց այլ գնաս։ 10 տարի աստեղ է։ Ինչի։ 10 տարի, 20 տարի, ներպես ստեղ ապրի։ Ներպես ստեղ ապրի։ Քո իրավունքը ինչ չի հետապնդում։ Գնա քո Դանիայում իրավունքները։ Եղավ, բնակիչ ստեղ կար, հարց է տալիս։ Բակու են elmիրուկ է։ Իրան հայչիկ քսի 10 անգամ հարցնի elmիրուկ է։ 10 անգամ հարց տվեցին, ասեցին դու որտեղ ացած ես դանիացի ես։ Դու հայ հայերենու իգնություն է չես դարձած տալիս։ Բոլորը թարգեք եկել եկստի համեի բացա, գիտե։ Դասնյան սեկացրի։ Հալավ է սանը բան։ Սուս է։ Սուս է։ Անգանը լավ չէ։ Վերջացա։ Արգելի քննարկման մասնակիցն է։ Իր քննունելը լեսարանի դիրքորոշումը հարցերի կրկնությունը համարում են լսման ավակ։ Շնորհակալություն լսմանը համարում են։ Yes. Լսի չէ։
Կամայականորեն դադարեցվել են հանրային քննարկումները։ Հանրային քննարկումները ավարտվում են, երբ որ սպառվում են բոլոր հարցերը։ Ես սկզբից մինչև վեր փորձել եմ այնպես դրսևորվել, որպեսզի համայնքի բնակիչները խոսեն, չեն միջամտել, չեն խանգարել։ Այն մարդիկ, ովքեր որ դեմ էին արտահայտվում, անմիջապես տեղական իշխանությունների ներկայացուցիչների կողմից սասվում էին։ Կարծես թե տեղական իշխանությունները ստանձնել են պաշտպանության դեր, որպեսզի պաշտպանեն տվյալ նախագիծը։ Այն դեպքում, երբ որ նրանք պետք է մաքսիմալ չեզոքություն պաշտպանեն, մաքսիմալ չեզոքություն, դա չեղավ։ Դահլիճի գրեթե 70%-ը, 60-70%-ը քաղաքացիներ էին, ովքեր որ դեմ էին նախագծին, բայց իրենց խոսալու հնարավորությունը ընդհատվեց, թույլ չտրվեց։ Պահպանեք դուք։ Ես այս երկրի քաղաքացի։ Չէ, բնապահպանեք Բալի տմա բնությունը կես 80%-ը չորտ է։ Արինա դրան կարա։ Դրա համար են խոսում, ասած երկիրը չորնում է, բայց ջուր չկա։ Արա ջրի չի չորնում, ջրի չորնալ կյանքում ուշքոր ճամփաներ չորնում։ Ապե հենց է տավորի մասին ինչի՞ է չորնում։ Այս ասած խոսամ իրարեն։ Ես այսօր հայտարարություն եմ անում հանցագործության մասին, որ հանցագործությունը տեղի ունեցել մեր դեմոկրատիայի, մեր մարդու իրավունքների նկատմամբ, մեր բնության նկատմամբ եւ թող մեր դատախազությունը եւ քննչական մարմինը քննություն անի, առաջինը նայի թե ինչ ներդրումներ արվել հենց այս համայնքներում եւ ոնց է ծախսվել դրանք, այդ մեկ, երկրորդը թե այս կազմակերպությունը երկրորդ անգամ անուն փոխելով նույն մարկանցով գալու մի գրուպ բառ ավելացնելով, ինչու է եկել նստել ու նորից մանիպուլյացիա անում, ինչ ոչ մի հարցի չի պատասխանում, այն դեպքում, որ պետական մարմինը բացասական եզրակացություն տվե ու այսօր հայտարարում են, որ պետական մարմինը մեզ հեչ Թախտաջանի ինստիտուտի մի մասնագետի, որը բոլոր հանքերի համար եզրակացություն է տալի, չգիտեմ ինչ հիմքով, եւ տալիս է, որ Հայաստանի Հանրապետությունում կարմիր գրքային տեսակներ ընդհանրապես չկա։ Ու մենք այսպես գնում ենք դեպի COP17, որ կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի հանդիպումը մյուս տարի պատրաստում ենք այստեղ անցկացնել։